Հերթական անգամ ապացուցվեց, որ տղամարդիկ գնում են կարմիր գիրք, ողբան վայդ։ Լսեք ժողովուրդ ջան։ Ծառայության մեջ եմ եղել, այդ ժամանակ ունեի ընկերուհի, ով հագնվելով բավականին կանչող, ուղիղ տեքստով ասեմ, փողոցում ստեղծվում է իրավիճակ, երբ որ իր հետևից ռեպլիկ են թողում, ինքը ֆռում է պատասխանում է, իրան բանը հասնում է նրան, որ փողոցում օպերայի մեջտեղը ապտակում են, աղջկան, փողոցի մեջտեղը ապտակում են ու հետո դիմում են փախուստի ինչ-ինչ պատճառներով։ Լիքը մարդ դա տեսնում է այդ ամեն ինչը։ Ես ծառայության մեջ տղա, ով որ չի կարող դուրս գա, անգնում եմ տվայտանքների մեջ, դուրս եմ գալիս Սամավոլկա, փնտրելով տվյալ թիրախին, ընկերությանս միջոցով, փորձելով հասկանալ ով է ու բախտս բերեց, ես չգտա այդ մարդուն։ Աստված մի արասը ես գտնեի այդ մարդուն, կարճ խելքովս ընկնելու էի ինչ պատմության մեջ, շատ տհաճ։ Հիմա, եթե նման բան տեղի ունենար, ես ինչ կանեի։ Ես ուղղակի այդ աղջկան բաց կթողեի, որովհետև եթե ինքն է ստեղծել այդպես խնդրեմ, խնդիրը իր մեջ է։ Նախ առաջին ասեմ, որ այդ աղջկա բախտը բերելա, որ դու սիկտեր ես եղել։ Ես ոնց հասկացա թողել ես այդ աղջկան։ Այդ աղջկա բախտը բերելա։ Ընդհանրապես ես միշտ եմ ասում, որ կյանքում միշտ հաշվի առեք, որ չկա չարիք առանց բարիքի։ Հիմա այս չարիքը ինչ է արել, այս սիտուացիայի հետ է։ Որ այդ աղջիկը փրկվել է քո նման ճուֆյակից։ Որտեվ իմ կարծիքով դու ճուֆյակ ես։ Որտեվ մի խափնվի էլի այդ ջան ու ջանդակի դու այդ քթիդ լենությանը։ Որտեվ տղամարդը ծնվում է։ Ասենք ես որ նայում եմ տղամարդուն, ես չեմ նայում ոչ իր բոյին, ոչ իր քթի լայնությանը, ոչ իր մուսկուլներին։ Ես նայում եմ իր գաղափարին։ Ես նայում եմ իր ուղեղին։ Ես նայում եմ իր մարդ տեսակին։ Իսկ դու չես կարող իմ համար տղամարդ համարվես։ Գիտես խի, որովհետև դու գերադասեցիր, ընդունես որ այդ աղջիկը հագնվել է կանչող, ինչպես դու ասեցիր։ Երևի սիրուն աղջիկ է եղել, որովհետև քո նմանը մենակ աշկերով է սիրում։ Քո մոտ մենակ էդ է աշխատում։ Ուրիշ ոչինչ։ Հաստատ սիրուն աղջիկ է եղել, ու իր նկատմամբ միշտ էլ նման աչքեր են լինելու։ Ասեմ ավելին, մինչև 50-60 տարեկան։ Նայած տարիքի էլի, ով է նայելու։ Պրոստը դու այդքան ворջ ես ունեցել, որ սիրուն աղջիկ կողքդ ունենաս։ Բա գիտես ինչ է, սիրուն աղջիկ ես ընտրում, գիտես թե հեշտ է սիրուն աղջիկ կողք ունենալը, բայց պետք է տղա լինես։ Այլ ոչ թե մեղքը գցես այդ աղջկա վրա, որ ինքը սիրուն է, որ դուր է գալիս ինչ որ մի աննասունի, որը հաշվի չի առնում այդ աղջկա կամքը։ Ասենք ինչ է նշանակում կանչող, մի հատ կբացատրես։ Ինչ է նշանակում կանչող հագնվել։ Այդ ուղեք։ Հենց էլ լես, գորդի պատմում ես, ես զարմանում եմ իրոք։ Այդ որ պրեզնատ ես գալի, որ Սամավոլկա հելար իբր այդ հարցը գցես տեղը էլի։ Վրեդ քրեական վարույկը այդ Սամավոլկի համար, թե տուֆտիր, որ հելել ես իբր այդ հարցը լուծես։ Կամ այդ փալասը, որ այդ աղջկա վրա ձեռը բարձրացրել։ Խիա թռե։ Այդ հռացներ։ Գիտես ինչ է այդ աղջիկը սխալ արել։ Այդ աղջիկը պետք է այդ տղու հետ կապնվեր, նկարներ քեզ գրգեր։ Այդ ժամանակ ճիշտ աղջիկ կլիներ։ Բա։ Այսինքն իզնաչյանը դու պարտված ես եղել, էլի։ Բախտս բերելա չեմ գտել, տոլավ է, այդքան տոտ ուզունեիր, որ գտնեիր։ Իսկ միգուցե գտել ես, հասկացել ես ով է ու հասկացել ես, որ մուսկուլնի չի օգնի, հա։ Իսկ այդ ոչխարը, որ աղջկա վրա ձեռը բարձրացրել, դա вообще տավարի ցավ է։ Ու դու այդ տավարի ցավին ասում ես լավա բախտս բերես չհանդիպեցի, հա։ Այդ մեկը ճիշտ ես ասում։ Դուրս ես եկել սենց համայն հայությանը պատմում ես, որ դու տղամարդ չես։ Որպես են տղամարդի գնում են կարմիր գիր, տղամարդ չես, իմ համար դու вообще գոյություն չունես որպես տղամարդ։ Որովհետև դու գերադասել ես այդ աղջկան մեղադրես։ Այդ աղջիկը պատասխան է տվել, որի համար ապտակել են։ Ինչ որ մի հատ փալաս, տերյակա, ինչ որ մի հատ անասուն ձեռը բարձրացրել այդ աղջկա վրա։ Ու դու ասում ես բախտս բերեց, ես այդ տղուն չգտա։ Ճիշտ է, բախտդ բերել է, որովհետև մրթիդ մի հատ ուտելու էիր։ Դա տենց է դուրս գալիս։ Այ քեզ բան։ Ոչ իմ դու քեզ մի հատ պարանջայով կնիկ գտի, որ հանգարտ ոչ մեկին դուր չգա, ոչ մեկ ոչ մի բան չտեսնի, որ դու հանգարտ մրթիդ չուտես։ Իբր տղամարդ։ Կոտրամաբանության որ մտածենք, ուրեմն բոլոր պլաժներում պետք է բռնաբար են կանանց։ Դե որովհետև կանչող են հագնվում, ապե։ Արես ինչ հիվանդ եք դուք։ Դա։ Ընդհանրապես sense մի տենդենս կա, էլի, տղերքով դնում որոշում են, որ աղջիկներ մեղավոր։ Այդքան թույլ եք, որ մեղքը գցում եք թույլ էակի վրա։ Բայց ես այդ աղջկա տեղերն էի, քեզ էլ նրան էլ, մի հատ խոտ դոգ կսարքեի, սեռափող կանեի երկուսիդ էլ։
Այսքանը։